Հայաստանի առաջնության կենտրոնական խաղը անակնկալ զարգացումներով ՅԱՄԼ-ը ընտրեց Ֆլիկին ու հեռացրեց Նիկոլին, սատանիստական տոնն ու ֆուտբոլիստները, ով ավելի շուտ կհատի 1000 գոլի սահմանը, Տրենտը կվերադառնա Էնֆիլդ ու չի ուզում իրեն հայհոյեն այնտեղ։ Հալովինը նշելուց Էրլինգ Հոլանդը հասկացավ, որ Մանչեսթերում իր համար չեն խելագարվում, իսկ մենք ամեն թողարկումից հետո զգում ենք ձեր սերն ու ջերմությունը։ Ողջույն բոլորին։ Շնորհակալ ենք բոլոր լավ կարծիքների համար։ Վատի համար էլ մենք գոռոզ չենք Ռոնալդոյի պես։ Հայաստանի առաջնությունում տեղի ունեցավ չեմպիոնության հավակնորդներից երկուսի՝ Նոայի եւ Արարատ Արմենիայի հանդիպումը։ Հաճելի, որակով խաղ, որին հետևելը լավ էմոցիաներ էր առաջացնում։ Կամո Հովհաննիսյանը թռչում էր դաշտում ուղակի։ Արարատ Արմենիան վերջին րոպեներին կարողացավ գրավել մրցակցի դարպասն ու հաղթել սկզբունքային խաղում։ Սկզբունքային հարցեր էին բարձրացվում նաև տրիբունաներում, կամ շատ ցուրտն էր պատճառը, կամ էլ գարեջուր էին անվճար բաժանում։ Շնորհակալություն հեռարձակողին շեդևրի համար։ Նիկոլը արդեն կործանում էր յամալի ապագան։ Շատ քիչ էր մնացել։ Բայց ինչի անցյալ ժամանակով, ինքը հիմա էլ է կործանում։ Չէ, բարեկամս, Նիկոլը հրաժարական տվեց։ Վերջ ռոմանտիկային։ Յամալն ու Նիկոլը բաժանվել են։ Ու վերջապես էստեղ են երկու գիշեր նորմալ քնելուց հետո Էլչեին այսենց սիրուն գոլ խփեց։ Երկու տարբերակ կա, որ այդ եկքա դվուխը չկարողացան կիսել։ Կամ Ֆլիկը երկու հատ Լենսիլա է քաշել, կամ էլ ասելա. ես կամ Նիկոլը ընտրի։ Տարբերակներից որն էլ լինի, շատ ազդեցիկ է եղել, քանի որ յամալը անգամ Հալովին չի նշել, ի տարբերություն այլ աստղերի, որոնց մասին կխոսենք դեռ։ Օրինակ Ռեշվորդը Էլչեի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց, ինչ այդ նա նշել էր 28-ամյակը։ Եվս մի չարաճճի ֆուտբոլիստը, որը բռնել է ուղղվելու ճամփեն։ Իսկ Բարսելոնան հաղթեց չնկատելով Լևանդովսկիի, Ռաֆինյայի եւ նրանց միացած Պետրիի բացակայությունը։ Ռեալն էլ շարունակում է չնկատել մրցակիցներին, այս անգամ ահեղ մարտում ընկավ Վալենսիան, ընդունելով 4 գոլ։ Ջուդ Բելինգեմը գնալով լավ մարզավիճակ է հավաքում, այս խաղին էլ գոլի հեղինակ դարձավ, բայց նրա հաջողությունները նաև դաշտից դուրս են։ Օրինակ Լուի Վիտոնի հետ համագործակցությունը։ Ուղղակի այդ գործակցությունը մոտավորապես այս տեսքն ունի։ Մբապեն իհարկե շարունակում է գոլեր խփել, բայց մինչ այդ նա ստացել էր ոսկե խաղակոշիկը։ Ինձ թվում է, այս տարի նա ցանկանում է այնպես խաղալ, որ մյուս տարի ադամանդե խաղակոշիկ ստանա։ Ֆրանսիացին այնքան մեծահոգի է, որ երկրորդ 11 մետրանոցը նվիրեց Վինիսիուսին շնորհավորելով Հալովինը, բայց բրազիլիացին չիրացրեց այն ու ստացավ ծաղրածուի կերպարը, չնայած ի սկզբանե որոշվել էր, որ պետք է ջոկերը լինի, իսկ թե ում հասավ այդ կիսախելագարի կերպարը, կիմանաք հաղորդման երկրորդ մասում։ Վինի Հալովինը շատ բուռն է անցել։ Հա, նա հայտնել է իր հարաբերությունների մասին Վիրջինիայի հետ։ Գիշերն այնքան բուռն է եղել, որ ֆուտբոլիստը հաստատել է իր հարաբերությունները 26-ամյա Վիրջինիա Ֆոնսեկայի հետ։ Ֆոնսեկան 3 երեխա ունի։ Դե կարող է բանակի հարց է եղել Գլոբ ջան։ Միանգամից 3 երեխաների հայր դարձած Վինիսիուսը կարծես լրջացել ու մեծացել է ու սկսել է պատասխան տալ սեփական արարքների համար։ Օրինակ ներողություն է խնդրել կլասիկոյում իրեն փոխարինելու ժամանակ պահվածքի համար։ Լրիվ Դեմբելե 2-ն է դառնում, մեծանում է։ Ինչ կասեք։ Մեծանում է նաև Մեսին, բայց չի ծերանում։ Արգենտինացին երկարաձգեց եւ եւս 2 տարով պայմանագիր կնքեց Ինտեր Մայամիի հետ ակումբի համար ստեղծվող կառուցվող նոր ստադիոնի շինհրապարակում։ Իդեպ Freedom Park-ը բացվելու է 2026 թվականին, այսինքն Nou Camp-ի հետ միաժամանակ, ու Մեսին չի իմանալու, որի բացմանը գնա։ Լավ, վերադառնանք Մեսիին, ում ինչքան ասում ենք չհամեմատենք Ռոնալդոյի հետ, չի ստացվում ախպեր, բերում գցում են ջեբներս։ Ինտեր Մայամիի վերջին խաղում Մեսին խփեց կարիերայի 900-րդ գոլը, շատ շքեղ հարված ստացվեց, չնայած պարտվեցին Նեշվիլին։
Նոր պայմանագիրն ու հոբելյանական գոլը ստիպեցին մարդկանց կրկին խոսել Մեսսի Ռոնալդու նոր հակամարտության մասին, ով առաջինը կհատի 1000-րդ գոլի սահմանը։ Ճիշտ է, Ռոնին 50 գոլով ավելի ունի իր հաշվին, բայց հաշվի առնելով Ամերիկայում MLS-ի այն հաստաբուն գերաններ հիշեցնող պաշտպաններին, բավականին իրատեսական է նրա հասնելը Պորտուգալացուն։ Ամերիկայում պաշտպանվել չգիտեն, դրա համար էլ այդքան շատ են։ Մյուս կողմից էլ ոնց հասնես այս 40-ամյա պարող տղային։ Պատահական չի, որ նա սենց պարում է, որովհետև նրա երկու գոլերը հաղթական եղան Ալ Նասրի համար, ինչպես երևում է, այս տարի Ռոնիենք չեմպիոն կդառնան։ Նա այնքան ուրախ էր, որ ներեց թիմակցին իր վզին նստելու համար, Ժուաու Ֆելիքսին էլ ոչինչ չասեց կանացի աբադոկը գլխին դնելու համար։ Բայց դա շեյխի աբադոկ է, արա դե սուս էլի, ինտրիգ եմ մտցնում։ Ինչևէ, մենք 1000 գոլի մրցավազքին անպայման կհետևենք, իսկ դուք մնացեք մեզ հետ, քանի որ show must go on։ Cristiano. Շոուն շարունակում է Ռոնալդուն, քանի որ այս շաբաթ սպասվում է նրա եւ Պիրս Մորգանի հերթական հարցազրույցը, որը խոստանում է սկանդալային լինել։ Հիշեցնեմ, նմանատիպ առաջին հարցազրույցից հետո Ռոնալդուն հեռացավ Մանչեսթեր Յունայթեդից կամ հեռացրին։ Մենք անպայման կառանձնացնենք այդ հարցազրույցի ամենահետաքրքիր ու չալաղաջ դրվագներն ու կներկայացնենք ձեզ, այնպես որ մնացեք մեզ հետ, միացեք մեզ թեժա լինելու։ Thank you very much, Piers. Հիմա ծանոթացեք առաջիկա խաղերին, որից հետո Հոլանդի Հելլոուինն է, Անտոնի ժայթքումը ու կքրքրենք Տրենտի հարցազրույցը։ Նոյեմբերի 4-ին Չեմպիոնների լիգան վերադառնում է Սլավիա Պրահա Արսենալ եւ Նապոլի Այնտրախտ խաղերով։ Նույն օրը բոմբա գալիս Լիվերպուլը ընդունելու է Ռեալին Տրենտի հետ միասին։ Մի հատ էլ բոմբ դրած է Փարիզում Paris Saint-Germain Բավարիա խաղի տեսքով։ Նոյեմբերի 5-ին Բրյուգեն ընդունելու է Բարսային, Ինտերը Կայրաթին, Մանչեսթեր Սիթին Դորտմունդի Բորուսիային։ Նոյեմբերի 6-ին Եվրոպա լիգայում Ցրվենա Զվեզդան կընդունի Լիլին, Նոանել Սիգմային կոնֆերենցիաների լիգայում։ Լեգիան հյուր կգնա Ցելիային, ինչպես նաև հետաքրքիր կլինեն Ռեյնջերս Ռոմա եւ Բետիս Լիոն խաղերը Եվրոպա լիգայում։ Մի պահ եղավ, երբ մարդիկ մտածեցին, թե Անտոնի անունով գոլը հանգել է։ Ինչպես ասում էր պապս, երբ լավան հասնում է գագաթին, ժայթքուն է տեղի ունենում։ Այդ հենց ժայթքման շրջանը բրազիլացու մոտ տուփերով գոլեր է խփում ու ամենակարևորը սիրուն գոլեր։ Ավելի բուրըն ու բազմազան ժայթքում է տեղի ունենում Էրլինգ Հոլանդի մոտ, որը որոշել էր շատ ճոխ նշել Halloween։ Մինչ դուք փորձում եք գուշակել, թե ով է Halloween-ի ժամանակ Հոլանդը, ես մի քիչ խոսեմ Տոտենհեմից։ Լոնդոնյան թիմը շատ լավ սկսեց մրցաշրջանը նոր գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկի գլխավորությամբ, բայց այս վերջին խաղերին մի քիչ տորմուզում են։ 1-0 հաշվով պարտվեցին Չելսիին, որից հետո ֆուտբոլիստները այսենց արհամարեցին իրենց մարշին։ Պարոն Ֆրանկ, մենք ձեր կողքին ենք, գազ տվեք մինչև վերջ։ Ավելի վաղ մեզ հայտնեցին, որ ֆուտբոլիստները գնացել եւ ներողություն են խնդրել։ Այտենց։ Վերադառնանք Հոլանդին, որն արդեն ավարտել է գրիմն ու դարձել անկեղծ շատ նման կերպար է ստացել, թե շարժու ձևով, թե տեսքով ընդհանուր, ու այդ ամենից ոգևորված նա դուրս եկավ փողոց։ You like it? Զրո ռեակցիա, ոչ մեկ չի հալվում։ Գլոբ, ռոբոտին տեսնելուց ինչ հալվել արա։ For motivation purposes only. 8 degrees outside. Motivation stands there. Նա դարձել է Բորմութի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը խփելով 2 գոլ, բայց միևնույնն է, փողոցում ոչ մեկ դրա համար չի պատառոտում իրեն։ You look so cool. Չեն խելագարվում նաև Սալահի համար, չնայած նա գոլ խփեց Ասթոն Վիլային։ Այս գոլից հետո Էմիլիանո Մարտինեսը էլ սենց բաներ չի անում։ Ամեն դեպքում Լիվերպուլի հաղթանակը 2-0 հաշվով նրանց պանիխիդան մի քիչ հետաձգեց, բայց դա չի նշանակում, որ հոգեդարձ են եղել։ Այ եթե Ռեալին կարողանան հաղթել, իսկապես կարող ենք ասել Հալելույա։
Liverpool Real խաղի ամենահատկանշական մասը իհարկե Ալեքսանդր Արնոլդի վերադարձն է Anfield, որը հարցազրույց է տվել եւ խոսել դրա մասին, բայց արդեն որպես մրցակից։ Ինչ հետ մի հետաքրքիր դրվագ, զուտ զարմանալու համար։ In the UK. Wait, but Իմ Վարշավիրը ամեն շաբաթ գալիս է Մադրիդ, որ մազերս կտրի, այտենց դզված եմ։ no. No. Վարշավիրին դավաճանելը նույնն է ոնց որ կնոջդ կամ ամուսնուց դավաճանես։ Ու այստեղ կարելի է հիշել Manchester United-ին իր փրչոտ երկրպագուի հետ, որը արդեն պատրաստվում էր ու պատվեր էր ընդունել Արսեն Գևորգյան բարբերշոփից, որ գնա մազերը կտրի, բայց ամորիմն ու տղաները քաշեցին ոչ ոքի 2-2 խաղալով Nottingham Forest-ի հետ, թիմ, որին ես վերջերս անգամ մեր հայաթի երեխեքն էին հաղթում։ Ինչևէ, վերադառնանք Տրենտին ու տեսնենք ինչ է ասում Anfield վերադառնալու մասին։ Have you scored? Կտոնես, եթե գոլ խփես։ No, 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 Ես այդքան էլ առաջ չեմ խաղում։ No, if I was Բայց to score, then no. իհարկե So չեմ it's տոնի։ nice, no. Ես արդեն պատկերացնում եմ, թե ֆաները ինչպես են սուլում նրան դաշտ մտնելուց։ Իդեպ լրագրողը հարցրեց, արդյոք կարողա շփոթվի դաշտ մտնելուց։ And then when you walk into Anfield, Anfield-ում դաշտի տերը դեպի ձախ է գնում։ Կարողա շփոթվես ու լևի գնաս։ I will because I'll make sure. Չէ, ես շատ like կենտրոնացած եմ լինելու ու հաստատ չեմ շփոթի։ Kind of clips. I'm gonna be very focused on which way I go. Մի խոսքով կատաղած մթնոլորտով խաղա սպասվում, հանկարծ բաց չթողնեք։ Ցավալի է, բայց նույն ժամին է լինելու նաև մյուս Paris Saint-Germain Բավարիա խաղը։ Գրեք ձեր կարծիքները, թե ինչպես կավարտվեն այդ խաղերը։ Ես կարծում եմ, որ Ռեալն ու Բավարիան կհաղթեն։ Ալի եւ Բավարիայի համար այսպիսի լավատեսական նոտայով էլ ավարտենք այսօրվա թողարկումը։ Եթե այն ձեզ դուր եկավ, գիտեք, թե ինչպես պետք է արտահայտեք ձեր գոհունակությունը։ Շնորհակալություն, մենք կհանդիպենք մի քանի օրից, լավ եղեք։